Ուսումնասիրելով Գյումրի քաղաքի կրճատապետ 12 կոտորակի, 12 կոտորակվեց և մուժ 2 համասի 11 կոտորակ 11 հասցեներին գտնվող հողերի օտարման վերաբերյալ փաթեթները պարզ է դարձել, որ տվյալ հողատարածքները գտնվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ և դրանք Գյումրու համայնքապետարանի կողմից չեն կարող օտարվել։ Հատվածը ես չհրապարակեմ։ Դուք ուսումնասիրել եք կոնկրետ փաստաթղթերը, որոնց հիման վրա տվյալ դատողությունն եք արել, հիշում եք դա, թե չեք հիշում։ Բայց հիշում եք, դες տրամադրվել են կադաստրային գործեր, ուսումնասիրել եք։ Քիչ առաջ ասացիք, իսկ ուսումնասիրելուց հետո դուք ինչ-որ դատողություն կամ ինչ-որ հայտարարություն արել եք քննիչի մոտ այն ժամանակ։ Ուսումնասիրում որ հիշում եմ, ասել են, որ գրանցումը կրկնվում է ըստ ներկայացված փաստաթղթերի դրանց շրջանակներում, բայց այն որ ես ասեմ, թե ես միանշանակ 60-ի մեջ ես այդ մասնագետը չեմ։ Որ փաստաթղթերի ուսումնասիրությունից գաք եք եզրանում։ Եթե եղել է մեջի նման փաստաթուղթ, որտեղ որ ես կարտան որոնքը կամ եթե չկա այդ 60-ի տեղեկատվությունը կարող է, բայց ես այդ մասնագետը չեմ որոշում ընդունել, թե ինքը չեմ ասում որոշում։ Ես էդ էի ուզում ձեզ հարցնել, դուք կադաստրային գործը ուսումնասիրելու արդյունքում ինչպես կարող եք եզրահանգել այդ հողատարածքը 60 հոդվածի հողա թե ոչ։ Ես չէի կարող նման հայտարարություն անել, թե սա չի մտնում 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանցը։ Այսինքն քննիչը ինչ որ արձանագրել է իրականությանը չի համապատասխանում։ Ես ընդամենը ուսումնասիրել եմ կադաստրային գործը, ներկայացված փաստաթղթերը եւ եթե այդ փաթեթում կա նման տեղեկանք, որ այս հողամասի ենթակա է օտարման, բնականաբար որևէ այլ ներկայացվել է կադաստրային գործ, ներկայացվել է այդ հասցեների վերաբերյալ փաստաթղթեր ձեզ, այդ թվում նաեւ քրեական հարցի նյութերում արկա է արկա գլխավոր հատակագծից ուրվանկար, որտեղ որ նշված է, որ այդ հողամասերը 60 հոդվածի մեջ են գտնվում։ Փաստացի։ Այդ դրանց ուսումնասիրության արդյունքում դուք կարեք այդ եզրահանգում անել։ Եթե ինձ ներկայացվեր գլխավոր հատակագծի ինչ որ ուրվանկար, որում մատնանշվել է տարածքը, ես էլ տեսնեի որ այս միանշանակ հենց այս տարածքն է, բնականաբար ուրիշ հակասություն չի կարող ասել։ Պետք է ասել որ ըստ գլխավոր հատակագծի կամ մտնում է 60-ի մեջ, 60-րդ հոդվածի մեջ, կամ չի մտնում։ Այլ երաշխություն։ Խնդրեմ։ Հստակ ես բարձրաձայն ասում եմ։ Օազիս սրճարանը 60 հոդվածի տակ չի մտնում։ Ֆիքսած է, սպիտակի վրա սևով գրված է։ Օազիսի հատվածը 60 հոդվածի տակ չի մտնում, դա հստակ է, ես չգիտեմ թե ինչի համար է, ով է եզրակացությունները տվել, որտեղ է գրված, դա գրված է եւ քաղաքի հատակագծի մեջ եւ առանձին լրացուցիչ ուրեմն արձանագրություններ կա եւ քաղաքաշինության նախարարությունից եւ բոլորի կողմից դրա համար էլ իրենք վկայական են տվել։ Հիմա այս մարդը կանգնած տարակուսանքի մեջ է, ինքը մտածում է կարող է սխալել է, կարող է սենց եղել, դրա համար ինքը այս ձևի պատասխանում, բայց հստակ ես բարձրաձայն հայտարարում եմ, այդքան դա։ Գործի քննությունն է նաև վերաբերում այդ հանգամանքին, որպեսզի դատարանը ի վերջո պարզի այդ հանգամանքը։ Խնդրեմ։ Պարոն Խաչատրյան, ձեր ցուցմունքը հրապարակվեց եւ դուք նշեցիք, որ ես չեմ կարող ասել, որ դա չի մտնում 60 հոդվածի մեջ։ Դուք փաստաթղթային ուսումնասիրություն։ Եթե չկա նման տեղեկատվություն, հենց նույն նայելով նման արտահայտություն կարող է առանցնել։ Ըստ արկա փաստաթղթերի կարող եմ ասել ինչ հայտարարություն։ Եթե կա տեղեկանք, որ այս ինչ հողամասը չի մտնում, ուրեմն չի մտնում։ Եթե կա ինչ որ այլ փաստաթուղթով մտնում է ցույց են տալիս այդ պահին, պիտի չգրած։ Էլ ես չեմ կարող շեղտել այդ փաստաթուղթը, որտեղ կնիկված ինչ որ հատակագծի մասին է խոսում։ Դեպի մասին։ Կա հենց, խնդրեմ։ Բայց ես ինչ փաստաթղթեր են ներկայացրել այդ հրավարական մասով, նոր դատախազը հրավարակեց, ոչ թե ինչի մոտ հիշում եք այդ Երկու-երեք տարի առաջ էր։ Մոդալից հիշում եք ամբողջականները կադաստրային փաթեթը ներկայացրեք օրից ուսումնասիրել եմ հստակ այդ հիշում եմ, բայց կոնկրետ մեջը ինչ ցանկ եղել փաստաթղթի ներկայացնում չկա։ Այդ ներկայացրածը բավարար է ինչ որ եզրանման հանգելու համար, թե՞ չէ։
որ 60 հոդվածը դե 60 հոդված Այստեղ ընդամենը երևի ինձ հարց են տվել, դե ինչ եք կարծում ես փաստաթղթի վերաբերյալ, այդ եմ ես ասում, ուրիշ բան չի կարող ես եզրանալ։ Եզրանալը ես չեմ ասում։ դե հարցը Սեդերյանն է, ներկայացված Սնյանչի կողմից այս ներկայացված փաստաթղթերի փաստերը բավարար է դուք, որ դիտարկում անեիք եւ կայքենի եզրանման, որ հստակ Կոնկրետ պետք է ասեք, որ փաստաթղթ, որ ես ասեմ, թե ինչ է։ նոր հրապարակել չէ, այդ Եթե կենտրոնի այդ դեպքի մասին է խոսքի, հետ տնիկված, ինձ ցույց է տալիս, մենք ենք ես ձեզ ուզում ենք իմանալ, քանի մենք չենք ելան դեռ, չգիտենք, քանի ձեզ ցույց տվել է, ինչ փաստաթղթեր է ցույց տվել։ չեմ հիշում, եղել եմ 3 տարի առաջ հստակ չեմ կարող ասել, կոնկրետ ցանկով փաստաթղթերի Պարոն Մելքոնյան, հարց։ Շատ ամեն բարեկամ ձեր արձագանությունը եւս ավարտվեց, կարող եք գնալ։